Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայմի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Եվ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։ Զելենսկին հանդիպումից հետո ասել է. քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա հաջորդ նիստն անել այս տարի Կիևում։ Մեր տեղեկություններով հանդիպմանը քննարկվել է նաեւ պաշտպանության ոլորտի համագործակցության հարցը։ Ներկա է եղել նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է շարունակելու փորձի փոխանակումն անօդաչու ավիացիայի ԱԹՍ-ների զարգացման հարցում եւ ընդգծել է, որ ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքն այս ուղղությամբ եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։ Շարունակությունը կարող եք ընթերցել հրապարակ օրաթերթի այսօրվա համարում, ուրեմն հետաքրքիր է, որ Ուկրաինայի նախագահը այստեղ էր եւ Ուկրաինայի նախագահի ֆոնին Մակրոնը ներկայությամբ Մակրոնը եվրոպացի մյուս շինովնիկները Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականությունը, Արցախի Ադրբեջանի մաս ճանաչումը եւ այլ հակահայկական որոշումները համարում էին իրական ձեռքբերում, խաղաղության հաստատում եւ նույն ժամանակ Մակրոնին անդադ դրդում են շարունակել պատերազմը, եթե խաղաղությունը այդքան լավ բան է, խաղաղությունը զիջումների ազգային շահերի հանձնման գնով, խորհուրդ տվեք, թե Ուկրաինան էլ գնա այդ խաղաղության ճանապարհով։ Լուրեր եկան, որ Բելարուսը բավական մտահոգված է կամ դատապարտելի մոտեցում է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից օգտագործված ձևակերպումների համար, ուրեմն Բելարուսի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտնել պաշտոնական Երևանին հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ։ Բելարուսի ԱԳՆ բողոքի նոտան հանձնել են Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Բելարուսի դժգոհությունը կապված է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, որտեղ նա ասում է, որ գուբերնիա կամ Բելարուսիա չեն ուզում դառնալ։ Հրապարակ թերթը գրում է, թե պետքպոյին վերևից հրահանգ է իջել, ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձրել, այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության սուվերենության դրսևորում, սակայն ԿՊ շարքերում խուլ դժգոհություն կա, հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այդ միջոցառումից։ Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառմանը Հայաստանին ոչինչ չհասավ, փոխարենը եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմ դարձրին, Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսևորելով եւ հայտնի չէ, թե մեզ վրա ինչ է նստելու ապագայում սա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը ուսումնասիրել է վարչապետի օգնական Կարինե Դավոյանի պաշտոնատար անձի 2023-25 թվականների գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարները, ներկայացնելով նրա կենսագրական տվյալները, ունեցվածք եւ ֆինանսական շարժը վերջին 3 տարիների ընթացքում։ Կարինե Դավոյանը վարչապետի օգնականը նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։ Նա մասնագիտությամբ լեզվաբան է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, իսկ 90 թվականին Մոսկվայի Մորիս Թորեզի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական ֆակուլտետը։ Տարիներ շարունակ զբաղվել է զբոսաշրջության ոլորտով, թարգմանչական աշխատանքներով եւ միջազգային մեդիայի հետ համագործակցությամբ։ Հայտարարագրի համաձայն 2025 թվականին Կարինե Դավոյանի ֆինանսական վիճակը ներկայացված է հետևյալ կերպ. բանկային հաշիվների մնացորդ 2.560.000 դրամ, կանխիկ դրամ չի հայտարարագրվել, կենսաթոշակ 568.000 դրամ, աշխատավարձ 12.151.000 դրամ վարչապետի աշխատակազմից է ստացել։ Ընդհանուր եկամուտները գերազանցում են 12 միլիոն դրամը։
Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը թեև ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի շուկայի թափանցիկության բարձրացման գործիք եւ ԵԱՏՄ շուկայում գործունեության պահանջ, սակայն այն դարձել է լրացուցիչ բեռ կամ թաքնված հարկ տնտեսվարողների համար։ Մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման արդյունքում, գործարարները բողոքում են։ Ֆինանսական բեռի տեղափոխում է բիզնեսի վրա։ Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին կառավարությունը հաստատեց QR կոդերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնված ցանկը 74 անուն ներառելով կաթնամթերք, մսամթերք, դեղեր, վառելիք եւ այլն։ Այսպիսով համակարգը դառնում է համատարած եւ ազդում է գրեթե բոլոր ոլորտների վրա։ Տեղեկացանք, որ մինչ այս դրոշմապիտակների ֆինանսավորումն իրականացվում է պետության կողմից։ 2024 թվականին օրինակ պետությունը վճարել է ավելի քան 5.1 միլիարդ դրամ։ 1 միլիարդ 357 միլիոն դրոշմապիտակների համար։ Նոր համակարգում այս ծախսը ամբողջությամբ տեղափոխվում է տնտեսվարողների վրա, բայց ավելի բարձր գնով։ Այստեղ հետաքրքիր է նաև այն, որ այդ ընկերության ղեկավար է մարդ, որը պեկում էր աշխատում, հարկային մարմիններում էր աշխատում եւ ըստ էության նաև այս բարեփոխումների այսպես կոչված բարեփոխումների հետևում էր կանգնած, սա դասական իմաստով ուղղակի թալան է գործարարների նկատմամբ եւ նկատենք, որ հաստատված է նաև մենաշնոր, այդ QR կոդերը մի ընկերություն կարող է տպագրել եւ վաճառել, մի կողմից գործարարները նոր գումարներ են կորցնում եւ ստիպված են լինելու այդ գումարները այսինքն գնորդներից հավաքել, մյուս կողմից մեկ մենաշնորային ընկերություն ուղղակի գերց շահույթները ստանալու QR կոդեր տպելով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը, թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։ 2025 թվականին զինված ուժերում եւ զորամասերում արձանագրվել է 2248 դեպք, նախորդ տարվա 2093-ի դիմաց, այսինքն մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4%-ով։ Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին, թեև 2024 թվականին արձանագրվել է 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ին, սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8% կտրուկ աճ, փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։ Բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հատկապես բանակում բացի թողի վիճակ է կամ ինչպես ավելի պարզ հասկանալի լեզվով կասենք, բարդակ է եւ այդ բարդակը չի կարող վերանալ, քանի դեռ այս իշխանությունը կա, իշխանության ներսում էլ բարդակ է, պետական տարբեր ինստիտուտներում նույն վիճակն է, չի կարող բանակում ավելի լավ վիճակ լինել։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց ֆեյք բրենդը, բարձրացած խաղաղության մասին գրառումը, օրինակ տեր կանգնիր խաղաղությանը, եւ սկզբնական պաստառներն էլ հենց այդպես էին ու փակցվել էին Հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ այդուհանդերձ առաջնորդի Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ ամեն դեպքում իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի ֆանատները։ Նրանց ոչ խաղաղությունն է հետաքրքրում, ոչ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ, իրենցից մեկը։ Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատ ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանը ընդօրինակել է Սերժ Սարգսյանին քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկարը, որից պարզ երևում է, որ ԿՊ առաջնորդի ականջները հետ են տարել, որ շատ լոշտակ Չերևան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի լուսանկարներն էին մոնտաժում։ Հետաքրքիր մոտեցում է այս առումով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր ցուցակի 50 համարը հունիսի 7-ին նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից, Սյունիքից։ Մեր տեղեկություններով մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին մարզկենտրոնում մեծ հանրահավաք կանեն։ Մենք գրել էինք, որ ԿՊ-ն որոշել է բոլոր մարզկենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլեսյան գարշապարը, որ ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ հավաքվեն։ Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երևանում ամփոփիչ հանրահավաք անել, վիզ են դրել եւ հրահանգել ոչ միայն Սյունիքի, այլև հարակից մարզի պատասխանատուներին
սրով ու թրով մարդկանց բերել, այնպես անել, որ ներկայանալի հավաք կազմակերպվի։ Իդեպ, ԿՊ վարչությունը որոշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզային այցերին պետք է մասնակցի ընտրացուցակի առաջին 50-յակը, իսկ երբ բացականեր լինեն 50-ից, հաջորդ 50-յակից մարդկանց կհրավիրեն, որ ավտոբուսը դատարկ չերևա։ Իրավունք թերթը գրում է. Փաշինյանին հունից հանել է Շիրակում Կարապետյանների ընդունելության կադրերը, նա բառի ուղիղ իմաստով մայրուղի հանել Շիրակի մարզպետին ու տեղի պատգամավորներին, սպասեք էս հյուրերից թեթևանամ, դուք ձեր հալը կտեսնեք։ Ասում են նյարդային տոնով ասել է Փաշինյանը, նրան հունից հանել է նաև այն խոսակցությունները, ըստ որոնց որոշ համայնքապետեր տակից Կարապետյանին են սատարում։ Նկատենք, որ Գյումրին եւ ընդհանրապես Շիրակի մարզը Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես երևի թե նախորդ իշխանությունների համար էլ մշտապես պրոբլեմ է եղել եւ կարելի է ասել, որ Մակրոնի երեկվա այցը Գյումրիում համերգի կազմակերպումը, տեսարանի ապահովումը հենց այդ նպատակով է արված։ Նիկոլ Փաշինյանը իր համար գլխավոր խնդիր հանդիսացող Շիրակի մարզում փորձեց Մակրոնի միջոցով հարց լուծել։ Դժվար է պատկերացնել, որ այդ հարցը կլուծվի, կարծում ենք ընտրություններում եւս մեկ անգամ կարձանագրենք, որ հատկապես Գյումրիում եւ Շիրակի մարզում ամենաշատն են մերժում Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48